2019 թվականից խոսում ենք, որ բանակում ծառայում են հիմնականում սոցիալապես անապահովները կամ գալիս ենք մյուս կողմից բանակում չեն ծառայում նրանք, ովքեր գումար ունեն, ու այս մասով ես հարցումներ եմ կատարել սկսած 19 թվականից, որպեսզի հասկանամ, թե օտարերկրյա բուհերում սովորողները ծառայում են բանակում, թե չեն ծառայում, ուրեմն 19 թվականի հարցմանը կրթության և գիտության նախարարը պատասխանել էր, որ նման հաշվառում նախարարությունը չի վարում, այսինքն տալիս ենք մենք չծառայելու հնարավորություն 4 տարով նրանց տալով տարկետում և որևէ կերպ հաշվառում չենք վարում, նրանք Հայաստան վերադառնում են, թե ոչ։ Նման հարցում արել եմ նաև 2023 թվականին, ինչպես նախարարը նշեց, հայաստանյան բուհերում սովորում են մեծամասամբ աղջիկները, մոտ 57%, բայց արտասահման գործուղման դեպքում ուղիղ հակառակն է։ 2004-ից 2023 թվականների ընթացքում օտարերկրյա բուհեր գործուղվել են 2265 տղա ուսանողներ և ընդամենը 1191, այսինքն կրկնակի քիչ են աղջիկները գնացել։ Սրանից ևս կարող ենք եզրահանգել այն մտքին, որ նրանք գնում են հիմնականում բանակից խուսափելու համար։ Եվ նաև նշեմ, որ 4 տարիների ընթացքում շատերը ձեռք են բերում բանակից ազատվելու հիմք և 4 տարի մնալով իրենք արտոնյալ կարգավիճակում, այսինքն տարգետում ունենալով, ունենում են 2 երեխա, կամ գիտական աստիճան են ունենում, կամ այլ հիմք են ձեռք բերում, որի արդյունքում չեն ծառայում։ Եվ այս օրենքը այդ իմաստով շատ քիչ է աշխատելու, եթե աշխատի, որովհետև իրենք այս ընթացքում ձեռք են բերելու ազատման հիմք և ուղղակի չեն ծառայելու։ Նշեմ, որ այս բուհերում ուսանելու համար ամերիկյան և անգլիական բուհերն են հիմնականում, որոնք աղյուսակի 1-ից 50 համալսարաններ են, տարեկան 80-ից 100,000 դոլար պետք է ծախսի ուսանողը, դա ներառում է վարձը և իր կեցության ծախսերը, այսինքն բավականին մեծ գումար են վճարում նրանք այս 4 տարիների ընթացքում և կներեք մի րոպե ընդամենը կամ ավելի քիչ, կարծում եմ, որ մենք պետք է գանք այն մտքին, որ այս մեր ուսանողներին պետք է տանենք կարճաժամկետ ծառայության, որոշակի գումարի դիմաց, դրանից հետո նրանց նոր գործուղենք բուհեր, որպեսզի նրանք 4 տարիների ընթացքում չձեռք բերեն ազատման այլ հիմք, այսպիսով այս 4 տարիները օգտագործելով բանակից խուսափելու համար։ Շնորհակալ եմ։